Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Բարոյ, պարոն Սարոյան։ Դե լավ, ես երևի արդեն գնամ։ Կներեք։ Լավ ես։ Չէ, պապի, լավ չեմ, ահա որ ջղայնացած եմ։ Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ինչ պիտի բացատրես։ Ես չեմ խնդրում, որ դու արդարանաս։ Հա, բայց հիմա երևի ինչ ասես մտածում ես իմ մասին։ Չէ, ոչ մի բան չեմ մտածում։ Դու թղթապանակներ պիտի բերեիր։ Շատ ուշացար, դրա համար էլ ես ստիպված եղա բարձրանալ։ Դուրն ինչ էր փակ։ Արսենն էր փակել, որի փր միասին խոսենք, ոչ ոք չխանգարի մեզ։ Չգիտի, որ պատրաստվում ես ամուսնանալ։ Գիտի, հենց էտա որ շատ լավ գիտի։ Ուղղակի ինքը առիթը բաց չի թողնում, որ ինձ ու գորին խանգարի։ Էս էլ արդեն որերորդ դեպքներ։ Մինչև կոկորթես կուշտեմ, բայց էլ չեմ կարողանում լռել։ Ամեն անգամ մտածում եմ, դե լավ, մարդը կհասկանա, հաշվի եմ առնում մեր հին ծանոթներ լինելը, բայց չէ, արդեն հերիք է։ Ինչքան լռում եմ, այնքան մտածում եմ, որ երևի իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ։ Այսինքն, ինչ արել։ Հիմա կասեմ։ Լավ ես։ Հա, երևի։ Սարոյանին դու էիր ասել, որ գաս առայի մոտ։ Չէ, Սարոն ինչ-որ բան պետք է բերեր Սարոյանին, ասացի ես բերեմ, բայց չհամաձայնվեց, ու ինքը բարձացավ։ Ինչ-որ բան է եղել, ամեն ինչ կարգին է։ Շուտով պարզ կլինի։ Պարզա, ուրեմն այդպես, հա։ Լավ։ Պապի, ես հասկանում եմ, որ Արսենն էս ամեն ինչը դիտավորյալ է անում։ Երևի մտածում է կվազեմ հենց առաջինը գորին կպատմեմ, գորը կգա այստեղ կռիվ կսարքի ու մեր հարաբերությունները դրանից հետո կփչանան։ Բայց ես ոչ մի բառ չեմ պատրաստվում գորին ասել։ Ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել, ինչքան էլ որ Արսենը հրահրում է։ Մանավանդ հյուրանոցի դեպքից հետո հաստատ ես ոչ մի բառ չեմ ասի։ Դու կարող ես հանգիստ լինել։ Իմ տպարանում կատարվող իրադարձություններին ես ինքս լուծում կտամ։ Պապի, կներես ինձ, ես իրոք չէի ուզում, որ դու իմանայիր, անհանգստանայիր, ուղղակի էլ չգիտեմ ինչ լեզվով խոսեմ այս տղայի հետ։ Քո խոսելու կարիքն այլևս չի լինի։ Ես ինքս կխոսեմ։ Մենակ չասես, որ ինձ տեսար դրա համար սենց ուրախացար, թե չէ կարողա չդիմանամ։ Ընդհանրապես։ Պարզ է։ Ու ինչի ես եկել։ Քո տուն գնալու ժամն է, չէ՞, դե մենք էլ պայմանավորվածություն ունեինք դեն գրազի մասով։ Այսինքն ուզում ես ասես, որ իմ տուն գնալու ժամին այդ աղջիկ էս տարածքում է լինելու ու դու գիտես դրա մասին, դրա համար նախապես եկել ու կանգնել սպասում ես ինձ։ Չէ, այս տարածքում չի լինելու, ուղղակի ոնց հասկանում եմ, ես էլ դու էլ շատ լուրջ ենք տրամադրված,
ու ոնց հասկանում եմ, այդ աղջիկը ուզի թե չէ իմն է լինելու, դրա համար մտածում եմ գնանք նվերներ ընտրենք իր համար։ Բայց ես ինչի պետք է գամ քո ապագա ընկերուհու համար նվեր ընտրելու։ Ռեբեկա ջան, օգնես ինձ ուղղակի, որովհետև ես չգիտեմ աղջիկներին ինչ կարելի է նվիրել։ Լավ։ Բայց արի մի քիչ արագացնենք, որովհետև Սարայի հետ պայմանավորված եմ։ Գնացինք։ Գայան է։ Լսում եմ, պարոն Սարոյան։ Այդ տղան Արսեն այս ժամերին որտեղ է լինում։ Հավանաբար ընդհանուր աշխատասենյակում։ Սարայի աշխատասենյակում էր նստում, բայց մի քանի օր է ինչ Սարան Արսենին հանել է աշխատասենյակից։ Փաստորեն ամեն ինչից մանրամասն տեղ եկես։ Կներեք, ուղղակի որ տպարանում մի բան է լինում, լուրերը միանգամից տարածվում են, ես էլ Արզա։ Գտիր դրան ու ասա, որ սպասում եմ կաբինետում թող գա։ լավ հիմա։ Ալո, Ոնց է Սար։ լավ, դու։ Ես մի քիչ խառն եմ։ Ինչի կոր։ Մտածեցի գամ խանութ երեխու համար մի հետաքրքիր բան առնեմ։ Էն էլ ոչ մի կերպ չեմ կարողանում։ Կամ ամեն ինչ մեծերի համար է, կամ փոքրների համար է։ Հիմա ես չեմ հասկանում ինչ կարելի է վերցնել, ինչ կարելի է հորինել։ Գոր, ինձ թվում է նվեր ընտրելը ավելի հեշտ կլինի Տաթևին հանդիպելուց հետո։ Բայց եթե ուզում ես պարտադիր հիմա ինչ-որ բան վերցնել, խաղալիքների բաժնում մի նայի։ Օրինակ տնօրենն ասաց, որ երեխան շատ է սիրում գրել։ Կարող ես նոթատետր վերցնել կամ ստեղծագործելու հետ կապված ինչ-որ բաներ։ Դու հրաշք ես։ Հետո էլ ասում ես նեղվում եմ, որ ասում ես առանց քեզ չեմ կարա։ Տեսնում ես ինչ հեշտ էր, մի անգամ զանգեցի ու բոլոր հարցերը լուծվեցին։ Գիտես ինչ եմ հասկանում, որ ես շատ ուզում եմ, որ մեր առաջնեկը աղջիկ լինի։ Գոր, իբր մենք արդեն ամուսնացանք, վերջացրինք, հիմա էլ երեխաներից ես խոսում։ Ես պապիկիդ հետ համաձայն եմ, որ պետք է շտապել։ Գիտես ինչ եմ ուզում, որտեվ այս աշխարհում ինչքան լավ բան կա, ուզում եմ մենք արագ հասցնենք իրար հետ վայելենք։ Իսկ եթե ուզում եմ վայելենք, այդ նշանակում է պետք է շտապենք։ Օրինակ ես ինձնից հասանելիքն անում եմ։ Ռեբեկայի հետ պայմանավորված եմ գնալու ենք հարսանիքի համար գնումներ կատարելու։ Ես չեմ ուշացնում։ Սար, իսկ դու հարսնակուր ընտրել ես, հա Ռեբեկանա լինելու թե Էլկան։ Գոր, այդ մասին չեմ էլ մտածել, գիտես։ Այսօր աղջիկների հետ անպայման կխոսեմ։ Բայց հիմա անջատ եմ, որովհետև Ռեբեկային կանչել եմ, իսկ ես գործս դեռ չեմ ավարտել։ Լավ, գնա, էլ քեզ չեմ զբաղացնում։ Կարելի է։
Պարոն Սարոյան, չգիտեմ ինչի համար եք ինձ կանչել, բայց մինչև ձեր ասելիքը ասելը կուզենայի ներողություն խնդրել ձեզնից։ Այսօր շատ վատ դասավորվեց ամեն ինչ ու չեմ ուզում այդ սխալ դեպքի պատճառով սխալ կարծիք կազմեք իմ մասին։ Վերջ։ Քո պրակտիկան այս տպարանում ավարտված է։ Ոնց թե ավարտված է։ Հավաքում ես իրերդ ու այնպես ես գնում, որ քո շողքն անգամ չերևա այս տարածքում։ Ախր ոնց թե ավարտված է։ Ասացի չէ որ սխալ եք հասկացել։ Ներողություն խնդրեցի։ Ոնց եք այդքանից հետո ասում որ ավարտված է ամեն ինչ։ Դու իմ համբերությունը մի փորձիր։ Դա միայն քեզ համար է վատ լինելու։ Ես իմ որոշումների համար ոչ մեկին պարտավոր չեմ բացատրություն տալու։ Իսկ եթե մի քիչ էլ երկարացնես, քեզ համար հատուկ նկարագիր կկազմեմ, որից հետո դու ընդհանրապես կմոռանաս պրակտիկաների ու նորմալ աշխատատեղերի մասին։ Դուրս գնա։ Վերջ։ Ոնց կարա սենց բան լինի։ Ախր ես սենց չէի պլանավորել ամեն ինչ։ Դու հենց ամենասկզբից էլ հաշվարկներդ շատ սխալ էիր արել։ Փողի անունը լսեցիր ու էլ աչքիդ ոչ մի բան չէր երևում։ Եթե քեզ թվում է, որ ես սենց հեշտ հանգիստ գնալու եմ, չարաչար սխալվում ես։ Հա, էլի կգնամ, բայց Սարան պատասխան է տալու այսօրվա համար։ Որ երեդ հավաքեց վերջացնես, վերջում կգաս նորից տեղ։ Մի քանի թուղթ ունես ստորագրելու։ Կարամ քեզ մի բան խնդրեմ։ Ասա։ Ծանոթ ոսկերի չունեմ, խնդրել եմ մի քանի զարդ առանձնացնի, որ քեզ էլ խանութներով հետս ման չտամ։ Բայց ես ինչ իմանամ այդ աղջիկը ինչ ճաշակ ունի, որ մի հատ էլ խորհուրդ տամ քեզ։ Ոնց։ Մի հատ ինձ նայի։ Եթե ինպես տղու է սիրահարվել, ուրեմն ընտիր ճաշակ ունի։ Ինչ ինքնասիրահարված ես, բայց Ինչի որ դու լինեիր, ինձ չէիր սիրահարվում։ Գոնե հուշի ինչ ես ուզում։ Վզնոց, թևնոց, ականջող։ Մատանի։ Մատանի եմ ուզում։ Այս ասարանք։ Փաստորեն այդտենց սիրահարված ես, հա։ Հա, ու քանի գնում է ավելի եմ սիրահարվում։ Չգիտեմ էլ ինչի։ Ես չգիտեմ։ Անկեղծ չեմ կարող օգնել, չգիտեմ։ Դե գոնե մետ նայի քո աղջկական խորհուրդը տուր։ Անծանոթ մարդու համար նվեր ընտրելը շատ բարդ բան է։ Ես գնամ լվացվեմ գամ։ Ես խանդեց, թե ինձ թվաց։ Չեմ հավատում։ Ստեղ ես լվացվում։ Դու դուրս եմ եկել մաքուրդ շնչեմ։ Արի գնանք ներս, հա, մատանիները թողել սեղանին դուրս եմ եկել։ Չէ։ Ինչի։ Արամ, ես շտապում եմ։ Ես քեզ ասել էի, որ շտապում եմ։
այնպես որ դու առանց ինձ էլ կարաս ինքդ ընտրես։ Բացի այդ դու այդ աղջկան ավելի լավ ես ճանաչում։ Հա, բայց ինչի ես ջղային անում, ես քեզ վատ բան եմ ասել։ Մի տեսակ նեղված ես, թե ինձ ա թվում։ Ես։ Չէ, ինչի պետք է նեղվեմ։ Եսի։ Լավ, արի կօգնեմ։ Ամեն դեպքում կփորձեմ օգնել։ Հիմա մի խոսքով այսքանի միջից պիտի հասկանանք, որն ենք ընտրում։ Ինձ թվում ամենաշատը սա կսազի իրեն։ Էս բայց ամենահասարակն է։ Դրա համար էլ ասում եմ, որ ամենաշատը դա կսազի։ Բայց դու այդ աղջկան չես տեսել, ինչ գիտես իրան ինչը կսազի, ինչը չէ։ Կարծիքսեր չէ հարցնում, ասում եմ։ Ինձ թվում է ամենասիրունը այս մեկն է։ Հա, սիրունը։ Բայց այսա բոլորից տարբերվում է։ Դե վերջ։ Ուրեմն քո ասածն էլ կընտրեմ։ Բայց կարող է չափսի հարցում սխալվեմ։ Այդ հարցով ես քեզ չեմ կարող օգնել։ Հələ մի րոպե։ Չես անում։ Ուզում եմ մեկն ու մեկը փորձես, որ հասկանամ ինչ անեմ։ Ես։ Հա, Ռեբեկա ջան, իմ մատները եթե լիներ, ես կփորձեի, բայց չէ, էլի։ Հիմա չես ուզում օգնես։ Բոլորիս կյանքում էլ լինում է, երբ հայտնվում է ինչ-որ մեկը ու մխվում է սրտիդ մեջ։ Ու էլ փրկություն չկա։ Սկզբում ներսումդ ամեն ինչ տակնու վրա է անում, բայց հետո հասկանում ես, որ առանց իրա կյանք չկա։ Չգիտեմ ես բառերը ոնց եմ ասում, բայց ինքս ինքյան ստացվում է։ Ես էլ եմ զարմացած։ Ամենակարևորը խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ Ռեբեկան լինի երջանիկ։ Չեմ խոստանում, որ ամեն ինչ շատ հարթ կլինի, բայց խոստանում եմ, որ միշտ կլինես երջանիկ։ Ներս չեմ կարող։ Լավ ես։ Հա։ Կներես, բայց իրոք չեմ կարող։ Ինչքան էլ որ գիտեմ ուրիշ աղջկա համար եմ եւ նույնը չեմ կարող։ Դու ինձ կներես, երևի մի քիչ չափն անցա։
Քայլենք Սարան ինձ է սպասում։ Հաշիվը փակեմ ու գամ։ Գնում ես Սարային տեսնես։ Հա։ Որոշ գնումներ ունենք անելու։ Ճիշտ է Ռեբեկային ասել, բայց ես էլ եմ ուզում գնալ իրանց հետ։ Ինչ։ Հարսանիքի ենք պատրաստվում։ Ինչ եղավ։ Արման, դու գիտես չէ ես Սարային ինչքան շատ եմ սիրում։ Հա, գիտեմ։ Դու գիտես չէ, որ նախանձելու մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Բնականաբար։ Ուղղակի մտածում եմ երբ հերթը մեզ հասնի, մեզ էլ են հասկանալու։ Մեր կողքին էլ են լինելու։ Ես էլ եմ կարողանալու զանգել քույրիկներիս ասել, եկեք գնանք գնումների հարսանիքիս համար։ Էլկա։ Արման, ինձ վատ եմ զգում, որ այսքան մտածում եմ, որովհետև այս Սարայի համար է ու ես համեմատում եմ։ Մի մտածի։ Բոլորն էլ ուրախ են լինելու։ Մամատ էլ, Սարոյանն էլ։ Դե Սարայի մասին էլ խոսք չկա, որ իրան թողնես ինքը ամեն ինչ կանի, որ մենք հանկարծ չբաժանվենք։ Մնում է Ռեբեկան, ընդհանրապես Ռեբեկան։ Ռեբեկան։ Բայց Ռեբեկան մի ամբողջ ընտանիք արժի։ Իր խոսքը այնքան ծանր է։ Պապիկը ասում է Ռեբեկայի խոսքը մի փութ մեղրով կուլ չես տա։ Ամեն ինչ լավ է լինել։ Հիմա մինչև վերջ սենց հետևիցս գալու ես։ Դե հա հոգեզ մենակ չեմ թողնելու։ Չեմ կորի, կարող ես շանհանգստանալ։ Դու կորես։ Դու կորողը չես, ավելի շուտ ես կկորեմ։ Արի տաքսի կանչենք էլի, չեմ հասկանում ոդկով տպարան հասնելու իմաստը որն է։ Ես սպասում եմ դու գնաս, որ ես հետո տաքսի նստեմ։ Հա, բայց ինչի Ռեբեկա ջան։ Ես մեկա ոչ մի գործ չունեմ անելու, որ քո հետ գամ ինչ կլինի մեր։ Ուրեմն ոդկով կգնանք։ Հա, բայց հեռու է։ Հետո ինչ։ Հետո այն, որ դու ջղայնանում ես, կարաս 10 կիլոմետր տենց ոդկով կտրես անցնես, բայց որ կողքդ մարդ չի լինում, ոնց էր ցախավել ես կանչում, նստում ես ու բուկ։ Հա, լավ, հասկացա։ Կարող է մի քիչ անտեղին հումոր էր, էլ չեմ անի։ Դու նստի տաքսի գնա, ես կգնամ ստեղից։ Ճիշտ է, գնա։ Գնա մատանին նվիրելու տեսարանին պատրաստվի։ Դա շատ մեծ ու կարևոր արարողակարգ է։ Բայց մի հատ ինձանից քեզ խորհուրդ, այդ աղջկա մոտ հանկարծ հումոր չանես այդ ընթացքում, որովհետև կարող է հիասթափվի քեզանից, որովհետև դու հումորը կիլոմետրերով իրարից հեռու եք։ Հաջողություն։ Լավ էլ խանդում ես, բայց Լավ, Սարջան։ Լավ, գալիս եմ։ Արման, ես արդեն գնամ, որովհետև Սարան վերջացրել է գործերը տպարանում ինձ է սպասում։ Դե ես քեզ կտանեմ։ Արման, Ռեբեկան էլ է գալու։ Պարզա։ Այդ նշանակում է, որ ես պետք է դառնամ կամ թափանցիկ կամ անտեսանելի։ Նոր դու էիր ասում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Էլի եմ ասում։ Ուրեմն մի քիչ տրամադրություն։ Դե բայց ամեն դեպքում ինձ Սարոյանը կանչել է, ես պետք է գամ տպարան։ Բայց ամեն դեպքում ես վազա։ Իսկ դու բան չես մոռացել։ Էլկա, դու մենակ մի բան իմացի։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ու ոչ մեկի կարծիքը չի կարող բաժանի մեզ։
Կարան է։ Վերջացրեցիր իրերը հավաքել։ Սա էլ վերջրու։ Ախր սենց չէր կարա լիներ։ Բարև Ռեբեկա ջան։ Բարև ձեզ։ Սառն որտեղ է։ Պարոն Սարոյանի հետ իր աշխատասենյակում են։ Լավ, շնորհակալ եմ։ Ես ով ես աղջիկը։ Պարոն Սարոյանի թորներից մեկը, Սարայի քույրն է։ Լուրջ ես ասում։ Հա։ Մի րոպե ուր։ Մի րոպե կսպասեք։ Պետք ինձ հետ եք։ Հա։ Դուք Սարոյանի թորն եք, չէ։ Հա, հետո։ Ես Արսենն եմ։ Այստեղ պրակտիկանտ եմ ու Սարայի նախկին համակուրսեցին։ Ու Ես երկար ժամանակ Սարային ճանաչում եմ ու երբեք չէի մտածի, որ այսքան մեծ ընտանիք կունենա։ Հիմա պարզ է, ինչի բոլորիս կյանքից անհետացավ ու ոչ մեկիս հետ էլ չի շփվում։ անձնական տրավմաները առհասարակ խորհուրդ կտամ հոգեբանի հետ քննարկել։ Իսկ ես հոգեբանությունից բավականին հեռու եմ։ Կարծում եմ այդ հոգեբանը ձեզ էլ պետք կգա, հատկապես Սարոյանի վերջին արածից հետո։ Չգիտեիք։ Դե ամբողջ տպարանը խոսում է դրա մասին, որ Սարան Սարոյանի թուլությունն է, ամբողջ օրը խոսում է իր մասին, բայց որ սենց բան կաներ, ես շոկի մեջ եմ։ Իսկ կարող եք ինձանից մի փոքր հեռու շոկի մեջ ընկնել։ Փաստորեն տեղյակ չեք։ Ինչից տեղյակ չեմ։ Ամբողջ տպարանը խոսում է դրա մասին։ Բոլորը զարմացած են, որ Սարան այդքան ժառանգ ունի, բայց ամբողջ ունեցվածքը թողել է Սարային։ Չգիտեիք։ Դու չես շտապը։ Չէ, Էլկային ու Ռեբեկային եմ սպասում։ Հասկացա։ Պապի, ես իմացա, որ Արսենին հանել ես տպարանից։ Իսկ ուրիշ ինչ պիտի անեի։ Դա ամենաթեթև բանն էր, որ ես կարող էի անել։ Գիտես, մարդկանց մի զանգված կա, որ մոռանում է իր դերն այս կյանքում։ Ու մտածելով, որ ինքը տղամարդ է ծնվել, ուրեմն ամեն ինչի իրավունք ունի։ Կարող է նեղացնել կանանց, աղջիկներին։ Մտածելով, որ ինքը տղամարդ է, ուրեմն ինքը ամենաուժեղն է։ Բայց մենք ժամանակակից դարում ենք ապրում։ Ու ամեն ինչ պատտվում է այդ ժամանակի շուրջ։ Թերևս ոչինչ չի փոխվում։ Իսկ եթե փոխվում է, գուցեև դեպի ավելի վատը։ Գիտես, ժամանակ կար, երբ տղամարդու խոսքը այնքան արժեք ուներ, որ անվերապահորեն հավատում էին ու ավելորդ ապացույցներ բերելու համար նույնիսկ անհարմար էին զգում։ Իսկ հիմա ինչ։ Հիմա բացեի բաց նայում է աչքերիդ մեջ ու ստում։ Կամ էլ այնպիսի բան անում, որ անդադար ներողություն է խնդրում։ Բայց ներողություն խնդրելու մեջ վատ բան չկա։ Ճիշտ ես, ներողություն խնդրելու մեջ վատ բան չկա, բայց եթե գիտես, որ անում ես այն, ինչի համար հետո պիտի գլուխդ կախես, պիտի ներողություն խնդրես, դա վատ է։ Տղամարդկությունը ամենևին էլ հագ ու կապի կամ մարմնի կառուցվածքի մեջ չի։ Արարքի մեջ է տղամարդկությունը։ Արարքի պատասխանատվությունը կրելու մեջ է տղամարդկությունը։ Ոչ թե անդադար դատարկաբանությամբ զբաղվելու, այլ գործելու մեջ է տղամարդկությունը։ Եվ հետո տղամարդու կողքին կապ չունի իր տան անդամն է թե ընկերը, պիտի իրեն ապահով զգա, ոչ թե անդադ կասկածի։ Այս երիտասարդը, Արսենը, տկարամիտ երիտասարդ է, ով բաց է թողել իր հասունանալու ժամանակը։
տանել չեմ կարողանում նման երիտասարդների, հատկապես որ նրանց պատճառով կամ նրա պատճառով պիտի տուժեն իմ ընտանիքի աղջիկները։ Այնպես որ այս թեման փակ է։ Լսի երիտասարդ, ես չգիտեմ դու ով ես, բայց լավ երևում է, որ Սարայի վրա տեղը-տեղին մոռուն ես։ Ասեմ իմանաս, որ դա հեչ տղամարդուն սազական բան չի։ Ու ինչ քեզ թվում է, պապիկս կտակ է կազմել, բոլորդ, անգամ դու տեղյակ ես այդ ամենի մասին, իսկ մենք չէ։ Դե ինձ թվում է Սարան տեղյակ է։ Ուղղակի հիմա իրան նենց հապահում իբր տեղյակ չի։ Դե որ հետո բոլորի պես զարմանա։ Արի գնամ հիմա սուրճ բերեմ, դնեմ, խմենք ու լավ բան բասենք իմ ընտանիքի մասին, հա։ Ու վերջապես, քո ինչ գործն է։ Դու ով ես ընդհանրապես։ Գիտես ինչ։ Իմ համար այնքան մեկ է, թե դուք ձեր փողերը ոնց եք բաժանելու։ Ուղղակի ես նենց մարդ եմ, որ անարդարություն չեմ սիրում։ Եթե ինձ կողքից չասեն, ես չէի իմանա, որ էլի ժառանգներ ունի Սարոյանը։ Ու գիտես ինչի։ Որովհետև մենակ Սարայի անունը տալով ման է գալիս։ Անգամ այս հսկայական տպարանը։ Թողնում է, որ Սարան ղեկավարի, այն դեպքում, որ ձեր տան անդամներին չի թողել։ Կարծեմ պապատել էր, չես տեղ աշխատում։ Դուք ու ձեր ընտանեկան հարցերը։ Իմ ասածն էր, որ տեր կանգնեք ձեր իրավունքներին, քանի դեռ ուշ չի։ Գիտես, պապի, ես մտածում էի, եթե ներս գաս ու մեզ տեսնես, կարող է սխալ հասկանաս իրավիճակն ու կասկածներ ունենաս։ Ինչի՞։ Ես քեզ նոր պիտի ճանաչեմ։ Ես գիտեմ ով ես դու, ինչ արժե համակարգի կրող ես, ինչքան ազնիվ ու բարի ես, ինչքան ազնիվ ինքդ քո նկատմամբ։ Դու գիտես, որ ես անվերապահորեն վստահում եմ քեզ։ Ու եթե նույնիսկ ոչինչ չբացատրեիր, ես միևնույն է, քեզ հավատալու էի։ Սարա ջան, ես չգիտեմ, այսպես ասելը ճիշտ է թե չէ, բայց ուզում եմ իմանաս, դու ինձ համար բոլորից տարբերվում ես։ Ես իմ 3 թոռներին էլ, Նարինեին էլ անչափ սիրում եմ, բայց սերն էլ պիտի արդար լինի։ Երբ մարդ սիրում է, չպիտի նկատի դիմացինի թերություններն ու սխալները։ Ես քեզ անվերապահորեն վստահում եմ ու համոզված եմ, որ դու բարձր կպահես այն նշաձողը, որ ես սահմանել եմ։ Պապի, ինձ համար այնքան մեծ պատիվ է ու այնքան պարտավորեցնող է քո այս տեսակ հավատն իմ հանդեպ։ Դու շատ խելացի աղջիկ ես, ու ես քեզ հետ մեծ հույսեր եմ կապում։ Անկախ ամեն ինչից, ես ուզում եմ վստահ լինել, որ ինձ հուսախաբ չես անի։ Թեև ես համոզված եմ, որ ում հարցում էլ, որ սխալված լինեմ, քո հարցում հաստատ չեմ սխալվի։ Դու իմ տան մեջ չես մեծացել, բայց հենց սկզբից էլ ես քեզ չեմ տարբերել իմ թոռներից։
քո կյանքը հենց սկզբից էլ այլ կերպ ա դասավորվել ու դրա համար էլ դու ուրիշ աղջիկ ես մեծացել։ Ես շատ կուզեի, որ Ռեբեկան, Էլկան էլ ինչ որ կերպ նման լինեին քեզ։ Բայց դուք արդեն մեծ եք, մեծ աղջիկներ եք ու որևէ բան փոխելն արդեն անհնար։